Վերջին զանգ հեռուստասերիալում Հենրին հոգնած սրտով ու ճնշող լռությամբ լցված վերջապես հասունանում է այն պահի համար, երբ պատրաստ է Անգելինային պատմել ողջ ճշմարտությունը։ Նա ցանկանում է ազատվել այն բեռից, որը կրել է իր ուսերին երկար ժամանակ։ Բայց վերջին վայրկյանին, ինչպես միշտ է լինում այս ընտանիքում, ճակատագիրը կրկին խառնվում է։ Վիկտորիան անվերահսկելի ձևով դուրս է գալիս փողոց, տեսնում է Հենրիին ու Անգելինային միասին ու նրա ներսում մի ահազանգ է բարձրանում։ Նա հասկանում է, Հենրին պատրաստվում է բացահայտել ճշմարտությունը, բայց Վիկտորիան ու ավագը համոզված են, եթե Անգելինան իմանա, որ իր կենսաբանական ծնողները չեն նրանք, ապա իրենք կկորցնեն Անգելինային, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է լինելու։ Անգելինան ավելի մեծ սիրով է սիրելու նրանց, երբ իմանա, որ իրեն սրտով են որդեգրել, ոչ թե պարտքով։ Մյուս կողմից Աննան հայտնվում է մի ճակատագրական բացահայտման առջև։ Նա իմանում է այն սարսափելի ու առանցքային գաղտնիքը, որը փաստացի տարիների խճճվածության հիմքում էր։ Հավանաբար հիշում եք 25 տարի առաջ, երբ Աննան զանգեց Սոսին, ցանկանալով նրան հայտնել իր հղիության մասին, Սոսը ծառայությունից փախչելով շտապեց տեսնել իր սիրելիին, բայց այդ ճակատագրական ճանապարհին նրան ընդառաջ եկավ Միքոն, ու ոչ թե հանգիստ զրուցելու, այլ Սոսին բռնության ենթարկելու։ Միքոն ծեծեց Սոսին, իսկ հետո նրան նետեց ձորը, մտածելով, թե Սոսը մահացել է։ Բայց այստեղ կար մեկ կարևոր հարց. ինչպես իմացավ Միքոն Սոսի եւ Աննայի մոտալուտ հանդիպման մասին։ Պարզվում է Լիլիթը։ Նա գաղտնի լսել էր, թե ինչպես է Աննան զանգում Սոսին ու կանչում հանդիպման։ Եվ հենց այդ պահին նա զանգում է Միքոին, հրահանգելով գնալ ու կանխել այդ հանդիպումը, եթե ցանկանում է լինել Աննայի հետ։ Միքոն էլ գնաց ու եղավ այն, ինչ եղավ։ Այլ կերպ ասած, Լիլիթը դարձավ սիրահարների բաժանման հիմնական պատճառներից մեկը, իսկ Միքոն դարձավ այն ձեռքը, որով բաժանվեցին Սոսը եւ Աննան։ Այսինքն Լիլիթը ծրագրեց, իսկ Միքոն կատարեց։ Լիլիթը հետագայում այս ամենը ներկայացնում է որպես հերոսություն, իբրև ինքը պայքարել է իր սիրո համար, իսկ Աննան թուլակամ է գտնվել։ Այնինչ Լիլիթը հենց ինքն է ամեն ինչ արել, որպեսզի բաժանի Աննային ու Սոսին իրարից։ Բայց հիմա, երբ Աննան իմանում է այս ամբողջ պատկերը, այլևս լռել չի կարող։ Նա հանդիպում է Լիլիթին ու հստակ ասում իր խոսքը. «Ես հիմար չեմ, ամեն ինչ գիտեմ»։ Աննայի խոսքերի մեջ կա միայն սառը պարզություն։ Այնուհետև Աննան դիմում է Սոսին, հանդիպում է նրան ու պատմում, որ այդ օրը, երբ ամեն ինչ փլուզվեց, այդ դժբախտությունները տեղի ունեցան հենց Լիլիթի թեթև ձեռքով։ Սոսը լսում է քարացած, շոկի մեջ։ Նրա ներսում մի տենչ կա, նա երազում է, որ Աննայի այս նորածինը լիներ իր երեխան։ Չգիտի, որ տարիներ առաջ ծնված իրենց դուստրը ողջ է, ոչ միայն ողջ է, այլ նաև նրանց շատ մոտ, հատկապես Ռիտային ու Աննային։ Իսկ Աննան այլևս չի գիտակցում, թե ինչ է զգում Սոսի հանդեպ։ Սերը, որ անցել է ցավի միջով, դարձել է ինչ-որ այլ բան։ Նա հիմա պարզապես ուզում է, որ արդարությունը վերականգնվի, որ Սոսի աչքերը բացվեն ու նա հասկանա, թե ով է իրականում Լիլիթը, որ հասկանա սիրո անունով գործած որոշ արարքներ ոչ մի արդարացում չունեն։ Դա եղել է իշխանության, մանիպուլյացիայի ու անձնական շահի պայքար։ Եվ եթե արդարությունը երբևէ վերականգնվի, այն պետք է սկսվի հենց այդ կետից, հենց այն պահից, երբ Լիլիթը զանգեց Միքոին ու հայտնեց Սոսի ու Աննայի հանդիպման մասին։ Հարգելի հետևորդներ, Անգելինայի ողջ լինելու հանգամանքը արդյոք կարող է պատճառ դառնալ, որպեսզի Աննան ու Սոսը վերամիավորվեն։ Գրեք մեկնաբանություն։ Նկարահանման ենք։ Գիշերային դրսի տեսարանա, ինչ որ բան մեզ միշտ խանգարում է։ Լավ։ Անձրև է գալիս։ Ես քեզ եմ սիրում։ Չէ, լավ ինչի խանգարում, երջանիկ երգում է մարդը։ Քեզ եմ կարոտում։ Տուն տեգինանք ուղակի։ Արդեն գտանք թե ինչ բան։ Հոպ։ Ագեսի ու դուրս է։ Յար բեպե։
Բա, տեսնում եք մեջքիս հետևն ինչ էր կատարվում։ Էսա։ Մենք չէինք ուզում։ Ես անձամ։ Էլմի։ Դու ուզում ես, չէ՞։ Գիտեմ։ Անակ եմ։ Շատ։ Ես սպասում էր։ Եկել ենք նկարահանման։ Չէ՞ ձերցրով։ Իհարկե։ Վաղուց չկայինք։ Բա։ Նենց որ Դիտեք մեզ։ համարը թե մոռացան մեզ։ Չէ, չէ, որ մոռանալ։ Մեզ Մեզ մոռանալ չի լինի ձերցրով։ Քանի որ առաջին ստորիում մեր ընտանիքը կիսատ էր, մեր մայրը բունտ էր։ Անում ասում էր ուր եք առանց ինձ նկարվել։ Հիմա մենք ամբողջ համալրված ընտանիքով մեր հետևորդներին պաչիկներ ենք ուղարկում։ Վերջ, մենք ամբողջ ընտանիքով ենք այսօր։ Այո։ Ումիշ լինելու։ Այո։ Երեխեք ջան, քանի որ Հենրին եւ Անգելինան բաժանվեցին, վերջնականապես դեռ չեն կարող միասին լինել։ Յանան ոնց որ էլի գործի անցել։ Ուզեք չուզեք։ Գործն էլ է դա։ Հիմա ինչ անեմ։ Տենց ասում եք հալալի հետ լավ զույգ ես, բայց մի խոսքով դες շատ հետաքրքիր սերիաներ են սպասվում, այնպես որ մնացեք մեզ հետ։ Նկարահանման ենք ընկերներ։ Գաս մեզ։ Քիչ էի կողմը, բայց կա։ Դու ստացվել, մի հատ կտրի ուտենք տեսնենք համով, հա։ Տեսքի նման։ Լավ, ստոպ։ Արտս մի կադր է։ Մենք լավ կտրվեց, ըննեն սիրուն։ Բայց երևա որ թարմա, թե չէ։ Հարմա բայ։ Հա, թարմա։ Որ սրամշը Կասկածում եք, երեխեք։ Վերջին զանգ հերոստասերիալին չէի սպասում։ Համեցեք։ Դեռ վերջել ենք ռում տուր անենք։ Այո, իմ սենյակը ձեզ ցույց տամ։ Ինչ գաղտնիքներ կան, որ կադրով չի երևում։ Տակ սկսած սցենարներս են, ավակի տան համար այսօր այսքան տեսարաններ ունենք նկարվելու։ Դժվար։ Ստեղ իմ շորերն են, հիմա պիտի փոխվեն, որպեսզի տեսարանը նկարենք այդ շորերով։ Ցույց տամ ամենակարևոր պինգվինը, որ տեսարանով մենք դեն ենք նետել, հիշում եք։ Բայց ստեղը ամեն անգամ նկարելուց հանում ենք կադրից, որ դուք չտեսնեք։ Տինում եմ գրիմ, սա մեր ռեժիսորսկի սցենարն է, Գայուշի։ Ստեղ ունեմ իմ գրիմի պարագաները։ Այստեղ մենք ունենք եւս մեկ գաղտնի սենյակ, որ դուք երբեք չեք տեսել։ Լոգարանն է։ Սպահարանում ինչ ունես։ Սպահարանում ոչինչ չու։